Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հաստատեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այն առաջիկայում պետք է հանձնվի Քնեսեթի դատին։ Ավելի քան 1 դար անց Իսրայելը ինչու որոշեց բացել հայոց ցեղասպանության փակված դուռը եւ ինչու հենց հիմա։ Ում է ձեռնտու, որ հայոց ցեղասպանությունը հենց այսօր նորից հայտնվի աշխարհի քաղաքական օրակարգում։ Ինչու այս անգամ Թուրքիան եւ Ադրբեջանը ընկան տագնապային դողերոցքի մեջ եւ ինչպես մեկ օրում թշնամացան իրար զենք ու զինամթերք մատակարարող Իսրայելն ու Ադրբեջանը։ Հյուրս պատմության դոկտոր ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն է։ Մնացեք մեզ հետ, նա շատ կարևոր ասելիքով է եկել։ Որովհետև գիտեին, որ դրանք Թուրքիային աքելեսյան գարշապար է։ Թուրքիան այսօր առաջին անգամ դողերոցքի եւ տագնապի նոպաների մեջ է։ Նրանց միշտ երազանքն էր, ասում է, Ալլահի հետ հանդիպել։ Ասում է, իսկ մեր գործը իրագործել նրանց երազանքը եւ ինչքան հնարավոր է շուտ որ դա լինի։ Հիմա բախումը շատ ակտուալ է դարձել։ Այդպես որ Թուրքիան մոնոլիտ պետություն չի եւ կարող է փլվել ինչպես Ադրբեջանը ներսից։ Իսրայելի թեթև ձեռքով Մեսեջ են ուղղել Թուրքիային, որ իրեն չափը ճանաչի ու հանգիստ վերինգի իրեն տեղը Թուրքիան եւ Էրդողանը հանգիստ վերինգի տեղը, որ ինչու հիմա Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունեց։ Կրկնեց, որ մտել են Արցախ 2 անգամ եւ կմտնեն Իսրայել։ Իսրայելը գդաթարի զենք մատակարարել Ադրբեջանին։ Իրենք զգուշացրել են, որ մենք ձեզ համար հայերը չենք։ Ինչպես ստացվեց, որ Ալիևը հենց այդ երկու տերերից ընտրեց Թուրքիային, անտեսեց Իսրայելին։ Սրանից ինչ եք հասկանում։ Թուրքիան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շունն է տարածաշրջանում ընդամենը, իսկ Ադրբեջանը նրան պոչն է։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք եւ խոսելու ենք շատ կարեւոր թեմայով։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Այվազյան, Թուրքիայի ամենազգայուն թեման վերադարձավ համաշխարհային ասպարեզ։ Իսրայելը ավելի քան 7 տասնամյակ խուսափում էր հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից։ Ինչ փոխվեց հիմա Իսրայելի կյանքում։ Իրականության մեջ հрьяաները եւ Իսրայելի հրեական ծագում ունեցող գիտնականները վաղուց կասկածի տակ չէին դնում հայոց ցեղասպանությունը։ Դա փաստ է նաև, որ ժամանակին Ադոլֆ Հիտլերին որպես օրինակ ծառայեց իրեն հայտնի խոսքերը Ադոլֆ Հիտլերին ֆիքսված է, երբ որ հորդորում էր հաշվի արդար տեսնել հрьяաների հետ, ասեց արեք այն ինչ որ ձեզ հանձնարարել է, ով է հիմա հիշում հայերին։ Եվ նաև պետք է հիշենք նաև, որ ժամանակին հայոց ցեղասպանության տարիներին ինչ դերակատարություն կայսրական Գերմանիան ուներ, որպես Թուրքիայի մերձավոր դաշնակից այդ հարցում։ Բացի դրանից իրենք շատ բան սովորել են Օսմանյան կայսրությունից։ Եվ չէ որ մենք հիշում ենք, որ դա միմիայն արևմտահայոց ցեղասպանությունը չէր, այստեղ շեշտադրությունը կարևոր էր, այլ ողջ հայոց ցեղասպանությունը, ողջ հայերի նկատմամբ նրանք դա ծրագրել են եւ իրենց բոլոր փորձերը թե պատերազմից ելնելով թե ռազմաճակատից մենք հանել ենք մեր քաղաքացիներին հոդս են ցնդում այն օրինակով որ իրենց զորքի շարժման ողջ ճանապարհն Օսմանյան կայսրությունից սկսած միջև Բաքու քաղաքը հասնել ողջ ճանապարհին հայերին ոչնչացնում էին եւ արևելյան Հայաստանում եւ ծայր արևելյան Հայաստանում հյուսիս արևելյան Հայաստանում որը հիմա կոչվում է Ադրբեջան այդպես որ այս հարցը կասկածի տակ չի դրվել բայց ոչ գիտնականների ոչ հասարակության մեջ բայց քաղաքական նպատակահարմարությունից դա մանավանդ որ մահմեդական աշխարհում Թուրքիան որպես աշխարհիկ հիմնական աշխարհիկ երկիր միակն էր, որը ստաբիլ հարաբերություններ պահպանում էին Իսրայելի հետ եւ այլն, դրանից ելնելով նրանք դա չէին անում եւ որպես
փամփուշտ, որը կարող է կրակել մի անգամ։ Դա նաև որպես զենք էին պահում Թուրքիայի հանդեպ, ճիշտ պահին օգտագործելու համար, որովհետև գիտեին, որ դրանք Թուրքիային աքիլեսյան գարշապար է, եւ նաև Թուրքիայի կայսրապաշտական նկարտումները Թուրքիայում երբեք չէին մոռացել, որ միջև Օսմանյան կայսրության փլուզումը Պաղեստինը մտնում էր, որը հիմա Իսրայելի տարածքների վրա է կառուցված, մտնում էր Օսմանյան կայսրության մեջ, այսինքն վաղ թե ուշ ուժեղացած Թուրքիան իրեն փան-թուրքիստական, իսլամական ծրագրերի ընթացքում կարող է ուղիղ բախման մեջ մտնել Իսրայելի պրոյեկտի, նաև այս պարագայում մեծ Իսրայել գաղափարի հետ։ Այսինքն նրանք Թուրքիան ուզում է իր հերթին կառուցել մեծ Թուրան, մեծ Թուրքիա, Իսրայելը իր հերթին ուզում է կառուցել մեծ Իսրայել։ Հիմա բախումը շատ ակտուալ է դարձել։ Պարոն Այվազյան, խնդրում հստակ պատասխանել։ Ինչու հիմա Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունեց։ Որովհետև Թուրքիան բացահայտորեն նաև սպառնում է Իսրայելին, ինչ է ասել Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինքը երկու անգամ կրկնեց սպառնալիքը հենց տալով Իսրայելի վրա։ Ինչի՞ չպետք է աներ։ Ասեց, որ իրենք մտել են Արցախ, չէ՞, Էրդողանը, եւ կրկնեց, որ մտել են Արցախ երկու անգամ եւ կմտնեն Իսրայել, որ ոչ ոք եւ ոչինչ նրանց չի պահի այդ միջամտությունից, անգամ ռազմական միջամտությունից, ինչքանով հավատալի են այդ սպառնալիքները, դա մի կողմից, բայց որպես պատճառաբանություն բռնելով, տեսեք, իրենց սեփական ձեռքերը արյան մեջ կորած են, հայոց զավթել են մեր արևմտյան Հայաստանը, ոչնչացրել են մեր բնակչության նշանակալի մասին, ոչնչացրել են մեր պատմամշակութային ժառանգությունը, վերանվանելով եւ այլն, եւ հանդգնում են Իսրայելին մեղադրել, հանդգնում են այս արաբների ցեղասպանության մեջ, ասելով թե տեսեք Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրագործում, մեկ անգամ ասեցին, երկրորդ անգամ ասեցին Գազայի այդտեղ թուրքական խաղաղացիական նավի հետ եղած դեպքի մասով նաև սրացում էր եւ այլն, հակահրեականությունը նաև, հա, ինչպես Թուրքիայում, այդպես էլ Ադրբեջանում բավականաչափ խորը արմատներ ունի, այդպես որ այդ պահը վաղ թե ուշ պետք է լիներ, այո, Իսրայելը ձգձգում էր այդ բանը, որպեսզի նաև սպառնա Թուրքիայի իրական տարածքային ամբողջականությունը, հա, հիշեցնելով, որ անգամ ռազմաբազա Ինջիրլիկը հայերի հողերի վրա է կառուցվել, այն որ գոյություն ունի հայոց ցեղասպանության եւ արևմտյան Հայաստանի հարցը եւ նաեւ միևնույն ժամանակ խաղարկելով քրդական քարտը, որը Թուրքիայի խոցելի տեղերից մեկն է։ Պարոն Այվազյան, տեսեք, իսրայելա-թուրքական հարաբերությունները այսօր չափազանց լարված են։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Անկարան դարձել է Իսրայելի Գազայում իրականացված գործողությունների ամենախիստ ու հետևողական քննադատներից մեկը։ Էրդողանը պաղեստինցիների նկատմամբ իսրայելցիների գործողությունները անվանեց ցեղասպանություն։ Դրանից Իսրայելը շատ պարզ է, հասկացանք, որ գազազել է եւ նման որոշում է ընդունել հայոց ցեղասպանության ճանաչումը որպես բանաձևի տեսքով, հետո ուղարկեն Քնեսեթի հաստատմանը։ Հիմա, այսինքն, ուրիշ ձև չուներ Իսրայելը Թուրքիային զսպելու, սանձելու Հայաստանի բարոյական ու կարևոր զգայուն թեմայով պետք է Թուրքիայի հետ հաշվեհարդար տեսներ։ Նախ եւ առաջ դա միակ լծակը չէ, հավատացեք ինձ, որ Իսրայելը մի քանի ճակատներով Թուրքիայի հետ որոշ հարցեր է պարզաբանում։ Երկրորդը մենք պետք է հիշենք նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Շուշիում հռչակագիր են ստորագրել, որ ցանկացած մի կողմի հանդեպ ինչ որ բան արտահայտելը կնշանակի երկու կողմերի համար վտանգ
եւ համատեղ են գործելու, այդ թվում նաեւ Իսրայելի հետ կապված նրանք այդպեսի հռչակագիր ունեն առաջին հերթին մեր հանդեպ ստորագրեցին, բայց այդուամենայնիվ իհարկե նրանք այլ զենքեր էլ ունեն, բայց մյուս կողմից այդքան էլ պարզունակ չէ ամեն ինչը Թուրքիայի համար Թուրքիան փորձում էր իր զգայլ եւ ներկայացնել որպես նոր գերտերություն տարածաշրջանում, հա, կապված այնի հետ, որ Ռուսաստանը խրված է ուկրաինական գործերում, հիմա հարավային Կովկասը նրան գործը ուշադրությունից դուրս է համարյա եւ այլն եւ իրենք իսլամական աշխարհում որ ավելի մեծ հեղինակություն վայելեն միշտ բարձրացնում են այդ հարցը փորձելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ բայց միևնույն ժամանակ ամեն ինչ այդքան պարզունակ չէ տեսեք շատ պարզունակ հարց եմ տալիս Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ընդունել հարցը Քնեսեթում անցնելու է թե չէ Քնեսեթը իրենց գլխավոր գերագույն մարմինը հաստատելու է հայոց ցեղասպանության հարցը թե վերստին հերթական ձևով դա ընդունել ասելու են որ ընդունել է այնինչ Քնեսեթը չի ճանաչելու ինչ է անում Իսրայելը սա ինչ խաղ է միթե սա իսրայելա-թուրքական հերթական խաղ է հայոց կարևոր թեմաներից մեկի ցեղասպանության մասով տեսեք այստեղ հարցը ասում եմ ավելի բարդ է մի ժամ տեսնում ենք իրենց ձևական հարաբերությունների փչացումը բայց մյուս կողմից նկատենք որ Իսրայելին քննադատող Թուրքիան եւ Ադրբեջանից նավթը այո եւ այլ ռեսուրսները մատակարարում է Իսրայելին, որը կիրառվում է Պաղեստինում։ Այսինքն ինչքանով կարելի է հավատալ Թուրքիայի այս հողորտանքների արդյոք իսկություն են դա, թե խաղ են էժանագին ընդվորում։ Երկրորդը, ինչ վերաբերում է Քնեսետի կողմից հաստատելու, այո, մեծ աղմուկ բարձրացավ, ինչու։ Հայկական մամուլը ողողվեց, Իսրայելը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Դեռ չի ճանաչել։ Չէ, ասում եմ մամուլը ողողվեց։ Այո, բայց դեռ չի ճանաչել է, ապրի Իսրայելը, մեր բարեկամ ժողովուրդն է, այս կողմ, այն կողմ։ Բայց Գերագույն մարմինը Քնեսեթը դեռևս չի ճանաչել եւ մեր հետևորդներին ասենք դեռևս որևէ այսպես ասած էական լուրջ գործողություն չի, այդպես է։ Լսեք, երեք իրադարձությունների զարգացման 3 սցենար կա Քնեսետում։ Առաջինը, Քնեսետը ուղղակի որպես հայտարարություն կհաստատի կառավարության հաստատումը, դա օրենք չէ։ Այսինքն դա ներ-իսրայելական դեր օրենք չի լինելու, դա օրենք չէ, դա հայտարարություն է ընդհանրապես։ Եթե Քնեսետը նաև հաստատի դա կլինի դա։ Եթե ընդունի որպես առանձին օրենք, դա կլինի օրենք, բայց կա երրորդ տարբերակ նաև։ Իրենք ինչքան անգամ Քնեսետ մտել են հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ինչքան անգամ ձգձգվում էր, հետաձգվում էր, նրանցից է եւ նպատակահարմարությունից է կախված, արդյոք իրենք նաեւ սեփական, բարոյական պարտ կա, որը մեզ ձեռնտու է, որ ճանաչի Իսրայելը ցեղասպանությունը, մեր շահերից էլ է բխում, առանց Իսրայելի դրդապատճառներին, բոլորն էլ իրենց դրդապատճառներ են ունեցել, ով որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը միջ այդ։ Եվ ուրեմն այս պարագայում կարող եմ ասել, որ իրենք կարող են ասենք թե ձգձգեն այդ հարցի քննարկումը մինչև 2067 թվականի ապրիլը։ Ասենք թե ինչ է նրանց դա խանգարում կամ էլ ավելի հեռու տանող առավելևս եթե այս ճանաչման հիմնովին ճանաչման հարցը կարելի է անընդհատ զգզգ տարիներով անգամ դարերով այո մենք հաճախ 48 թվականին ստեղծվեց իսրայելական պետությունը գրեթե 80 տարի ձգձգվում է այդ հարցը ու ձգձգվում է մի թեթև ձեռքով Իսրայելի, որ ըստ իրենց տեղի է ունեցել հոլոկոստ։ Եթե ըստ իրենց տեղի է ունեցել հոլոկոստ ու ամբողջ աշխարհը ճանաչել է դա, ինչպես նրանք այդ ցավը վերապրած մի ժողովուրդ չի կարողանում դրա բարոյական գնահատականը տալ մեկ այլ ժողովրդի մասով։ Ինչու է այդ նուրբ թեման
շահարկում իր առևտրային, տնտեսական, ռազմական հարաբերությունները, որ փչացել է Թուրքիայի հետ, հիմա բերել է առաջին գիծ։ Սրա բարոյական տեսանկյունը ո՞րն է, պարոն Այվազյան։ Այս կողմից ես ասել, որ քաղաքականությունը բարոյականության հետ որևէ աղերս ունի։ Ոչ թե փաստորեն, այլ դա այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է Հոլոկոստին, ապա դա ճանաչված փաստ է տարբեր մարմինների կողմից եւ համաշխարհային գիտության կողմից։ Ինչքանով նրանք այդ հարցը միջավայրություն հայոց ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանությունն էլ փաստ է, քաղաքական դրդապատճառներով կարող են չընդունել։ Պարոն Այվազյան, տեսեք, Հոլոկոստի մասով ամբողջ աշխարհը ճանաչեց եւ այդ հանգամանքից օգտվելով Իսրայել պետությունը կարողանում է յուրաքանչյուր երկրում իր ուզածին հասնել, յուրաքանչյուր տեղ իրեն ցույց տալ զոհի կարգավիճակում, յուրաքանչյուր տեղ նույնիսկ ագրեսիա իրականացնել։ Հայաստանը, որը ել ավելի մեծ զոհեր է ունեցել ու փաստերը ավելի վկայուն են, դեռևս աշխարհը չի ճանաչել։ Հայոց ցեղասպանությունը Աբդուլհամիդյան ջարդերից սկսած մինչև 1923 թվականն էր տևում արդեն քեմալական Թուրքիայի ժամանակահատվածը, բացի դրանից 1988-ից 91 թվականին Ադրբեջանում հայերի հանդեպ միթե նույն քաղաքականությունը չէր կիրառվել, այսինքն ցեղասպանություն։ Շարունակենք ապրիլի 16 թվականի ապրիլին, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, նույն մտադրություններ չի ունեցել, որ կատարի ցեղասպանությունը, այլ ցեղասպանական հանցանքները, որը արձանագրված են բազմիցս 20 թվականին, 2020 թվականին տեղին չեն ունեցել։ Ցեղասպանությունը 2023 թվականին Արցախում արդեն եւ Հայաստանի հանդեպ ագրեսիայի իդեմս Հայաստանի հանդեպ ագրեսիայի, մեր Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, բռնազավթումից, դա նույն ցեղասպանության շարունակությունը չէ թուրք ադրբեջանական տանդեմի կողմից։ Փոքրիկ հավելում, եւ դա իսրայելական զենքով։ Հարձակումը պատերազմ Արցախ իսրայելական զենքով։ Այսինքն մի ժողովուրդ, ով դրա միջով անցել է, ով պնդում է, որ տեղի է ունեցել հոլոկոստ, ով դրա զոհն է եւ աշխարհում ներկայացնում է առաջինը, որ ցեղասպանության է ենթարկվել, առաջին ժողովուրդը, ու զենք ու զինամթերք է մատակարարում մի երկրի, Ադրբեջանի, շատ լավ գիտակցելով, որ Ադրբեջանը այդ զենքը մեկ այլ տեղ չունի, որպեսզի կիրառի, միակ թիրախը Հայաստանն է։ Ու այն Հայաստանն է, որը մեկ դար առաջ ենթարկվեց ցեղասպանության։ Ինչ է նշանակում, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարելով հովանավորում է այլ պետության ցեղասպանություն։ Հիշեցնեմ ձեզ, որ հրեական լոբիստական հզորագույն կազմակերպություններ տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ուղղակիորեն սաբոտաժի են ենթարկում իրենք իսկ, բայց արդյոք դա կնշանակի, որ անկախ Իսրայելի, նախ եւ առաջ եւս մեկ անգամ կրկնեմ, ջուրը չտեսած չպետք է բոբիկանալ։ Շատ մարդիկ գովում են Իսրայելի այդ քայլը, մյուսները նրա բարոյական հիմքերը են փորձում քննարկել, բայց այսինքն ինչի համար են դա արել։ Դեռ չեն արել, նախ սպասենք կանեն, թե չանեն։ Ռազմական բախում տեսնում եք Իսրայել-Թուրքիա։ Տեսեք։ Չէ, հստակ պատասխանեք, նոր շարունակ։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան բացահայտորեն դրան կգնա։ Իսրայելը կհարձակվի, ինչի համար եմ ասում։ Իսրայելի նախկին վարչապետը Նավթալի Բենեթը կոնկրետ հայտարարեց Թուրքիայի հետ հնարավոր առճակատման մասին։ Խնդրում եմ ասեք, սրա տակ ինչ է թաքնված, հենց նույն Բենեթը, Իսրայելի նախկին վարչապետը ասաց, հավելում եմ, Իրանի հետ կապված իրավիճակի հանգուցալուծումից հետո հրեական պետության հաջորդ մարտահրավերը կարող է դառնալ Մերձավոր Արևելքի թուրքական ակտիվությունը։ Իր հայտարարությամբ Բիբին, այսպես ասած, Իսրայելի Բենյամին Նետանյախուն, այո, հայտարարեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Հայտարարեց։ Հետո հայտարարվեց, որ կառավարությունն է Իսրայելի ճանաչում այդ բանաձևը։ Հիմա դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում է մեծ խաղ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով հարձակվել Թուրքիայի վրա, այդպես է։ Ճնշում գործադրել։
լծակներից մեկն է նախազգուշացնել Էրդողանը վախեցած եւ ես ասեմ ձեզ անհանգստացնում է Իսրայելն իրոք Թուրքիայի ծավալապաշտական գործողությունները տարածաշրջանում Կարող է հարվածել։ Ինչի համար է նախկին վարչապետը Կարող է հարվածել Իսրայելը, պարոն Այվազյանը, Թուրքիային։ Լսում եմ, լսեք Իսրայելի նախկին վարչապետի հայտարարությունը հենց դրա մասին է խոսում։ Ասում է, որ մենք կարող ենք, բայց չենք ուզում։ Դրա համար ձեզ զգուշացնում ենք։ Տեսեք Իրանը, տեսեք Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Պարոն Այվազյան, Էրդողանը հայտարարեց, որ 80-ից 100,000 զոհ կա Գազայում, Պաղեստինում։ Ես կոնկրետ զոհեր են նրանք կազմակերպել հայոց ցեղասպանության հետ կապված եւ դրանից հետո։ Դա իր հերթին մեկ այլ թեմա է։ Կոնկրետ Իսրայելին մեղադրեց Թուրքիան ցեղասպանության մեջ։ Հիմա ցեղասպան Թուրքիան նախ թող եթե Թուրքիան չի ուզում որ նրան անբարոյականը խոսում է անբարոյականության մասին։ Չէ, տեսեք մի բան ասեմ ձեզ։ Եթե Թուրքիան չի ուզում որպես քաղաքական լծակ նրա վրա օգտագործվի հայոց ցեղասպանությունը, ինքը պիտի ճանաչի ու փոխհատուցի հայոց։ Չի ճանաչում, 110 տարի պիտի ճանաչի։ Չի ճանաչում, Իսրայելի չի հասնել։ Դա քիչ է, ինքը ոչ միայն պիտի ճանաչի, դա բարոյական հարց չի, ինքը անպայման պիտի հատ փոխհատուցի։ Փաստն ու ժամանակը ցույց տվեց, որ չի ճանաչում, պարոն Այվազյան։ 111 տարի անցել, չի ճանաչում Թուրքիան։ Դե ուրեմն միշտ էլ այդպիսի իրավիճակներ կլինեն։ Իսրայելը ինչի է հասնելու, հարվածելու է Թուրքիային, շանտաժ է անում։ Եվ դա կարող է հարված անել, եթե բանը բանից անցնի։ Իսրայելը ի վիճակի է Թուրքիան հողին հավասարեցնել։ Հողին հավասարեցնել ի վիճակի չէ եւ շատ ծանր կլինի, անշուշտ անգամ Իրանի պարագայում այդքան էլ པարզ չի։ Իրանը այլ է, Թուրքիան այլ է։ Հա, դե ուղղակի Իրանի հարցում բացահայտ աջակցում էր ԱՄՆ-ն, իսկ Թուրքիայի հարցով այնտեղ մի քիչ խնդրահարույց հարց կարող է լինել։ Ես կարծում եմ, որ իրենք ամենին չկանեն, որպեսզի այդ կետին չհասցնի, սակայն հստակ նախազգուշացում մեսեջ են ուղղել Թուրքիային, որ իրեն չափը ճանաչի ու հանգիստ վերինգի իրեն տեղը Թուրքիան եւ Էրդողանը հանգիստ վերինգի տեղը, որ իրենք զգուշացրել են, որ մենք ձեզ համար հայերը չենք, որը բոլորին ներում է ու փորձում է հայերը չենք, ինչ կանեն։ Այդ շատ բան կարող են անել, շատ բան կարող են հասցնել Թուրքիայի փլուզմանը, օգտագործելով եւ հայոց ցեղասպանության, արևմտյան Հայաստանի հարցը եւ որ Թուրքիան այդուամենայնիվ բազմազգ պետություն է եւ թուրքերը այնտեղ կեսն են ընդամենը կազմում Թուրքիայի բնակչության, թուրքերը կեսն են, նշանակալի մասը քրդերն են եւ այլոք։ Այդպես որ Թուրքիան մոնոլիտ պետություն չի եւ կարող է փլվել ինչպես Ադրբեջանը ներսից։ Իսրայելի թեթև ձեռքով Նաեւ նշանակալի մասով Իսրայելի շահձողը այդքան բարձր է որ կարող է հասնել ընդཐུպ Թուրքիայի նման զարգացած տնտեսապես զարգացած ռազմական զարգացած իրեն հայտարարող ՆԱՏՕ-ի անդամ կարող է Իսրայելը Տեսեք այստեղ հիշում եք Իսրայելի նախկին նույնպես վարչապետ Գոլդա Մեյերն էր ինչ ասում երբ որ լրագրողները նրան հարց են տվել ասում են Իսրայելը ատոմային զենք ունի հարցրել են Ինքը պատասխանեց Իսրայելը չունի ատոմային զենք, բայց խորհուրդ չի տա որևէ մեկին ստուգել դա իրեն վրա, այսինքն մեր հնարավոր հարվածը։ Այդպեսի բազմակի բազմաշերտ պատասխան են, էլի չենք հաստատում, որ ունենք, բայց խորհուրդ չենք տալիս փորձել ձեզ վրա, ունենք թե չունենք։ Մենք դեռևս կանդրադառնանք Ադրբեջանի հարաբերություններին, Իսրայելի հետ ինչպես փչացավ եւ ինչպիսի թշնամական հարաբերություններ են հիմա լարված իրավիճակներ են, բայց նաեւ միջազգային մամուլը, այսպես ասած, ուսումնասիրելով մի քանի տեսակետներ գտա։ Միջազգային агентները պնդում են, որ Իսրայելը Իրանը ռմբակոծելու ժամանակ իրենց ավիացիան լիցքավորել են հենց թուրքական տարածքով մատակարարվող ադրբեջանական կերոսինով։ Բացի դրանից այդպիսի ոչ պաշտոնական տվյալներ կան, որ իսրայելական անօթությունները հաճախ բարձրանում էին հարվածելով Իրանին, նաև օգտագործելով Ադրբեջանի տարբեր հնարավորությունները։ Դրա մասին էլ խոսակցություններ կան, անգամ Իրանի բարձրաստիճան ղեկավարության կողմից, չնայած որ նրանք մեկ դա ասում են, մեկ չէին ուզում սրել հարաբերությունները Ադրբեջանին, իսկ ինչքանով Իսրայելը
օգնեց Ադրբեջանին Արցախի հանդեպ ագրեսիա, միայն Իսրայելը չէ, նաև Պակիստանը, Թուրքիան հիմնականում անշուշտ ահաբեկիչներին ներմուծեց, բայց այդ ահաբեկիչները ո՞նց են այնտեղ հայտնվել։ Թուրքիայի մատակարարման միջոցով, բայց տեսեք նաև Ադրբեջանը ինչքան շնորհակալ հայտնվեց, ճակերտներով շնորհակալ իրեր բարերար Իսրայելին։ Պարոն Այվազյան, երբ այդ Իսրայել-Թուրքիա այդ հակամարտությունը երբ փորձում են դիտարկել, նաև մեկ այլ ուղղության հարցեր են առաջ գալիս։ Ներկայացնեմ դրանցից մեկը։ Ինչպես կբացատրեք, Թուրքիան Գազայի ողբերգական իրադարձությունները կտրականապես դատապարտեց ու անվանեց ցեղասպանություն, բայց դրան զուգահեռ միևնույն ժամանակ շարունակեց էներգակիրներ մատակարարել Թել Ավիվին։ Սա ինչ է։ Դա երեսթուրքական հայտնի թուրք նացիստների հայտնի երեսպաշտության ցայտուն հերթական դրսևորում է։ Ցայտուն դրսևորում է։ Մի կողմից նրանք փորձում են մեղադրել ինչ-որ մեկին ինչ-որ բանի մեջ, մյուս կողմից նաև սպառնալով, որ ինչպես Ղարաբաղն է մտել, այդպես էլ Թել Ավիվն է, ամեն ինչ իր կարմիր գծերը ունի, այսինքն Էրդողանը այդքան խաղաց, որ արդեն հավատաց ինքը իրեն հասկանում եք, այդպես է իրեն պահում, իբրև թե տարածաշրջանի տերը, ոչ թե շունը, Թուրքիան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շունն է տարածաշրջանում ընդամենը, իսկ Ադրբեջանը նրան պոչն է։ Լավ, Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը ընդունող բանաձևը։ Հիմա Թուրքիան ինչի է պատրաստ։ Թուրքիան այսօր առաջին անգամ դողերոցքի եւ տագնապի նոպաների մեջ է։ Թուրքիան ինչ քայլերի կգնա Իսրայելի մասով, թե կզանգի Թրամփին, կասի Իսրայելի հետ հարաբերություններում որևէ հանգուցալուծում եք տեսնենք։ Առայժմ մենք ուղղակի հաչան դիմաց Թուրքիայի, հաչան, բայց չկծան շանն ենք տեսնում։ Իրենց ուժը պատեց, երբ որ նրանք հարձակվել են ամբողջ այդ ահաբեկչական կոալիցիայով, փոքր տարածքով Արցախի վրա։ Երբ որ մենք պայքարում ենք այդպիսի կոալիցիա եւ ուժերը անհավասար են ի սկզբան է։ Իսկ հիմա եթե այդքան իրեն խոսքի տերն է, թող ցույց տա իրեն խոսքի տեր լինելու Իսրայելի պարագայում։ Իսրայելի պարագայում ինքը իրեն ուղակի հաչացող շանտ պես է պահում։ Ինչ է նշանակում Էրդողանը վախենում է Իսրայելից։ Անշուշտ կտրուկ հայլերի չի գնա։ Նայած իրադարձությունների զարգացմանը, բայց ավելի շատ է հիշեցնում։ Իրենք առաջին տարին չէ, որ հաչում են այդ ուղությամբ, չէ։ Առաջին տարին չեն, որ հաչում են, ուղղակի հիմա համընկավ Իրանի հետ այդ խնդրի հետ, հա, որ կիսա պատերազմ, կիսա ոչ պատերազմ, վերցրել են հուշագիր են ԱՄՆ-ի հետ ստորագրել, ինչպես Զանգիձուրի Միջանցքի ճակերտավոր, հա, մասով, որը Բաքվում ուզում են վերանվանել Ալիևի Միջանցք, եւ այլն, այսինքն տեսնում ենք իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում Իրանի հետ կապված, որ իրենք հուշագիրը ստորագրել են, դրանից հետո հարվածներ են հասցրել Իրանին, նորից այդ օրերին։ Դա մեծագույն վտանգ է Հայաստանի Հանրապետությանը, տարածաշրջանային այդ զարգացումները, Լիբանանի հետ կապված, հա, հռչակագիր եւ այլն։ Իսրայելը ըստ էության իրեն գործողությունները հարավային Լիբանանում տենց էլի չդադարեցրեց, ըստ էության ոչ։ Անգամ առանձնապես, այո, ԱՄՆ նախագահան փորձում էր գորալ, բան անել, ձեն բացացնել, Իսրայելի վարչապետի հետ կապված, այսպես խաղաղության հռչակագրի հետ կապված, բայց ըստ էության ոչ մի բան առանձնապես չի փոխվել։ Ինչ ուզում են, այն էլ անում են։ Թուրքիայի համար ճակերտներում հրաշալի հնարավորություն է, բացի, այսինքն իրեն հավասարի կամ ոչ այդքան հավասարին, եթե այդքան ուժեղ են, թող ցույց տան, եթե դա այդքան արդարամիտ են, թող ցույց տան գործողություններում, բայց ըստ էության մենք տեսնում ենք մեծամասամբ իմիտացիա այդ ամենին, այսինքն փորձ ձև են անում, Թուրքիան ձև է անում, որպեսզի վատ խաղում լավ դեմք փորձել պահպանել։ Դա է։ Վերադառնանք մեր հարևան թշնամի երկրին, որը
Ինչ խոսք եւս անհանգստացավ եւ նույնպես տագնապի նոպաներ ցույց տվեց։ Խոսքը Ադրբեջանի մասին է։ Իսրայելի կառավարության այդ որոշման բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատեց Իսրայելի կառավարության այդ հայոց ցեղասպանության ճանաչելու որոշումը եւ կոչ արեց Իսրայելին վերանայել։ Մեջբերում եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը խեղաթյուրվում են, իսկ այդ թեման քաղաքական որոշման առարկա դարձնելը անընդունելի է։ Ադրբեջանը ինչու ընկավ ցայտնոտի մեջ։ Բացի դրանից հենց մի հատ այլ ասեցին հայոց ցեղասպանությունը փոխարենը ճանաչեք, կճանաչեիք Խոջալում։ Դա էլ են ավերացրել, այդքան լկտիության մակարդակ ունեն, էլի։ Ադրբեջանը հայության ցեղասպանությունը թող Բաքուն նախ ճանաչի։ Այո։ 88-ից 91 թվականներին Արցախի հանդեպ կատարված ցեղասպանությունը ճանաչի, որ մի քանի օր սրանից առաջ էր, ոչ թե մաթափտա 2016 թվականի իրադարձությունների հետ կապված Եվրոպայում ընդունված դատական որոշման հետ կապված, հա, սպառնալիքներ, երբ որ հայ զինվորին խոշտանգել են։ Դրանով թող մտահոգվի եւ եւս մեկ անգամ նրանք ցույց են տվել Ադրբեջանը ինչու հայտնվեց ցայտնոտի մեջ։ Ես ասում եմ, եւս մեկ անգամ նրանք ցույց են տվել մի կողմից նրանց երկերեսությունը, այդքան շնորհակալ հայտնվեցին Իսրայելի հանդեպ այդ պարագայում, երկրորդ կողմից իրենք իրենց դաշնակցային պարտականությունները, գիտեք, իրենք վճարել են մի քանի տերերի կոշիկներն էին լիզում Բաքվում այդ ժամանակահատվածում։ Հիմա իրենց մի տերը մյուս տերի հետ թեթևակի վեճ ունի։ Իսկ նրանք պետք է խնդիր ունեն դեմքը պահպանեն։ Ադրբեջանը մի կողմից ստորագրել է մեկ վարքյան։ Ասում եք, որ Ադրբեջանը ունի երկու տեր՝ Թուրքիա եւ Իսրայել։ Շատ ավելին, բայց այդ երկուսի միջև հիմա այո, ինչպես ստացվեց, որ Ալիևը հենց այդ երկու տերերից ընտրեց Թուրքիային, անտեսեց Իսրայելին։ Սրանից ինչ եք հասկանում։ Տեսեք, նախ եւ առաջ իրենք ստորագրել են այդ Շուշի այսպես կոչված պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Այսպես որ նրանք ըստ էության երկու կողմից էլ իրար հանդեպ պարտավորություններ ունեն, ոչ միայն Թուրքիան Ադրբեջանի հանդեպ, այլ նաև ինքը Ադրբեջանը Թուրքիայի հանդեպ։ Ես չեմ ասում, որ նրանք մեծամասամբ գիտեք, որ թուրք ժողովուրդներ են, մոտիկ են իրար, բավականաչափ, ըստ իրենց նաև էլիտաների նացիստական բնույթի ու երկրների նացիստական դիկտատորական կառուցվածքի։ Մի կողմից սա է, մյուս կողմից ինչքանով ենք մենք կարող հավատալ, որ իրենց կարող է ինչ-որ բան դուր գալ, իրենց կարող է ինչ-որ բան դուր չի գալ, բայց իրենք 10 տեղ պայմանավորվում են։ Դադարեցրել են վաճառքը նավթի ու գազի եւ այլ միջոցներին Թուրքիայի տարածքով Իսրայելին։ Դադարեցրել է արդյոք Բաքու։ Աբշերոնյան վայրահաչոցը ինչ գին ունի, եթե նրանք շարունակում են նույն քաղաքականությունը։ Հիմա գոռում են, որ արաբներին սպանում են այնտեղ, իրենք էլ մատակարարում են նավթ գազ են մատակարարում, որ այդ գործով ինչքան հավատալի է, որ նրանք ըստ էության ճշմարտություն են ասում, որ կարեկցում են արաբ ժողովրդին։ Այսօր Ալիևը ինչպիսի իրավիճակի մեջ է, հստակ։ Մի կողմից Թուրքիա, մի կողմից Իսրայել։ Ինչի մեջ է այսօր Ալիևը, Ադրբեջանը։ Մի քիչ բարդ իրավիճակի, որովհետև ստիպված է մոնևրել։ Երկրորդ կողմից մենք պետք է հասկանանք հստակ հետևյալ բարդ իրավիճակը ո՞րն է, պարոն Այվազյան։ Դե որ պետք է դեմքը պահպանեն, ձևականորեն քննադատեն, պահպանելով մեծ եղբոր Թուրքիային, իսկ իրականում բիզնես շարունակեն այն ինչ որ անում են։ Ալիևը հասկանում է ինչի մեջ է։ Հասկանում է։ Դրան ինչ որակավորում կտակ, ինչ անուն կտակ։ Գրական ձևը ես չեմ կարող գտնել, ոչ գրական չեմ ուզում ասել։ Համեցեք։ Չէ, իրականության մեջ Ալիևը այն վիճակի մեջ է, որ երբ որ ինքը պարտք է արել, հիմա ժամանակն է եկել հետ վերադառնալու, բայց քանի որ ինքը մի քանի տեղից է պարտքը վերցրել, բայց այստեղ մի մեղմացուցիչ հանգամանք կա։ Բանը այն է, որ իրեն երկու տերերի միջև կռիվը ոչ այդքան իսկական կարող է լինել, այդ է հնարավորություն տալիս նրանց հաչել, հա, նացիստական, բռնապետական Ալիևյան ռեժիմին, բայց գործողություններ չկատարեն պահպանելով դեմքը։ Այդ դրանում է գաղտնիքը կայանում, դրանում է պատասխանը, չնայած որ ըստ էության հիմա դժվար է դեմք պահպանել,
առայժմս ինքը կարող է դեր մոնևրել զուգահեռաբար նաև մատ թափտալով Հայաստանի վրա սպառնալով ինչպես միշտ մեր երկրի պետականության ոչնչացմամբ Իսրայելը մեղադրում է Թուրքիային հայոց ցեղասպանության որոշումը բանաձևը ընդունելով եւ միևնույն ժամանակ Իսրայելը ռազմաբազաներ է կառուցում ժամանակավորապես օկուպացված Արցախում, որը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Ինչպես է ստացվում, Թուրքիայի հետ նման ռազմավարություն, նման քաղաքականություն է իրականացնում, միևնույն ժամանակ Թուրքիայի կրտսեր եղբոր, այսպես ասած, օբյեկտում ռազմական բազաներ է կառուցում։ Սա ինչ հիմնավորում ունի։ Փորձում է մի քանի ճակատներով խաղալ։ Իրենք զգացել են, որ Իրանի գործող ռեժիմը իրենց համար էական վտանգ է ներկայացնում եւ ըստ էության ռազմաքաղաքական Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը վերացրել են։ Ամբողջ աշխարհի աչքերի առջև։ Ուղղակի վերցրել եւ վերացրել են։ Հիմա նաեւ որոշակի ազդանշաններ գալիս են իրենց անհանգստացնում է Թուրքիայի նկրտումները նրանք փորձում են այդ նկրտումները այս մասշտաբի հասցնող ջարդել դեռ չհասունացած վիճակում հասկանում եք դրանք կանխարգելել են փորձում դա կանխարգելել են փորձում ինչպես ինչ եղանակով մի կողմից փորձենք քննարկել Իսրայելը գդաթարի զենք մատակարարել Ադրբեջանին Առայժմս դրա նշանները չեն երևում։ Իսրայելը իր ռազմաբազաները կհանի Ադրբեջանից։ Դե պաշտոնապես նրանք չեն հաստատել, որ ունեն տեղ, բայց Ալիևը անշուշտ ռիսկի չի գնա։ Քանի դեռ հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի մի կողմից եւ Իսրայելի միջև մյուս կողմից չեն հասել այն կետին, որ կամ քանի դեռ կա հնարավորություն մոնևրելու նրանք դրանից կօգտվեն։ Եթե այս իրավիճակը եւ հարաբերությունները սրվեն, ինչ է սպասվում Ալիևին։ Տեսեք, Իսրայելը բավական գիտեք Մոսադի մասին հոսվող լեգենդները եւ այլն, անգամ Իրանի տարբեր հատուկ ծառայություններում եւ այլն, հա, եւ Թուրքիայում եւ անշուշտ եւ Ադրբեջանում հզոր ազդեցություն ունեն։ Իրենք տարբեր լծակների են տիրապետում եւ խստորեն կարող են վնասել այդ երկրների ղեկավարության շահերին։ Գիտեք ինչքան ես պատմում եմ ձեզ արիդ կար որ աշխարհի ամենահարուստ շունը Իլհամ Ալիևի շունն է, որի վրա 300 միլիոնանոց դոլարով Դուբայում ինչ որ բան գրանցված է եւ այլն գիտեք հրեական բանկերը հա ինչ է գտնվում նրանց վերահսկողության ֆինանսական հոսքերը եւ այլն անշուշտ նրանց վրա լծակներ ունեն ազդեցության այդպես որ նրանք Ալիևը անցնի այդ կարմիր գծերը Իսրայելը ինչ կանի Ալիևին հստակ պատասխան կարող է ապակայունացնել երկրի ներսում վիճակը Ալիևին ինչ կարող է անել Ալիևին դա միշտ էլ սպառնացել է գահանքեց եւ ինչպես ասում են լավագույն դեպքում շարքից լավագույն դեպքում Չաուշեսկուի ճակատագիրը կամ էլ կգտնեն նրան ինչ որտեղ Իսրայելը կարող է գնդակահարել Ալիևին կարող է լինել այդպես որ օրինակ համար ինքը գնա հանգստանալ ինչ որտեղ եւ հանկարծամահ լինել այդպեսի դեպքեր են պատահում գիտեք դա մանավանդ 63 տարեկան մարդ է արդեն եւ առողջությունը այն չի տեսեք սա առաջին եւ նաեւ դուք գիտեք որ Ալիև Պաշաև կլանը ինչքանով մեծապես կախված է եւ կապված է լեռնեցի հрьяաների հետ որ այսպես կոչված ճակերտավոր ամենահարուստ ադրբեջանցիները որոնք Ռուսաստանում եւ այլուր են ապրում դրանք իրականության մեջ հենց լեռնեցի հрьяաներ են որոնք փորձում են տարբեր բիզնեսի տերեն եւ այլն անգամ դաշնությունում եւ այլն ովքեր լավ հարաբերությունները տարբեր կողմերի հետ պահպանում են այսքան հրեական լոբիի վրա Ադրբեջանը մեծ հույսեր ունի եւ կախվածություն արդյոք կգնան միջև վերջը դե եթե կգնան միջև վերջ իհարկե չեն գնա որովհետեւ կյանքը քաղցր բան է եթե կգնան ուրեմն կվերանան ու վերջ պատմության ու այսօրերին թաղում են Այաթալլահ Խամենեին, որը ողջունում էր այդ սորերին, որը ողջունում էր Ադրբեջանի կողմից հողերի ազատագրմամբ։ Այդ հողերից իսրայելական զենքի կիրառմամբ իրեն օգնել են, որ ինքը գնա արդեն 87 տարեկան էր։ Ալլահի հետ հանդիպի էլի։
Գնա վերջնականապես Ալլահի հետ հանդիպի եւ նախքան ինչ որ բան շնորհավորել, ինչ որ կողմնակալ գործողություններ կատարել, պետք է հասկանալ թե ինչ ում հետ գործ ունես եւ թե ինչ հետևանքներ կարող են լինել անդառնալի ում հետ ես ցանկանում հանդիպել այո եւ մտածել ում հետ դու կարող ես հանդիպել ասում եմ կարող ես աշխարհում թե մյուս աշխարհում հիմա դուք ասում եք ինչ կարող է Ալիևի հետ լինել Ալիևը կարող է գնալ հանդիպել Խոմեյնիի հետ ասենք թե գնա դա էլ է սպասվում նայած եթե համահանի Ալլահի մոտ դռները բաց են Ալիևի կարծում եմ թե ոչ որովհետեւ ինքը անհավատ է ոչինչ նավթային գործոնը չի աշխատում չէ այնտեղ չի աշխատում բարձյալի մոտ դա չի աշխատում այն ինչ որ գործողությունները կատարում հավատացյալներ մահմեդականների նկատմամբ Ալիև Ադրբեջանում չեմ կարծում որ ինքը Ալլահի հետ կհանդիպի բայց Իսրայելում քանի որ դասում է անհավատների շարքին բայց գիտեք նաև Իսրայելում այդպեսի ասացված կա արաբ ղեկավարների մասով ասում են նրանց միշտ երազանքն էր ասում է Ալլահի հետ հանդիպել ասում է իսկ մեր գործը իրագործել նրանց երազանքը եւ ինչքան հնարավոր է շուտ որ դա լինի ինչ անհասկանալի բան են ասում եւ այդ կարեւոր գործառույթը այսօր Իսրայելը վերցրել է իր ձեռքը մեծամասամբ մեզ համար կարեւոր է որովհետեւ մեր լոգիստիկ բոլոր նշանակալի մասը ուղիները Իրանի տարածքով են անցնում հա կյանքի ճանապարհը ինչպես էր ցանկացած ապակայունությունը տարածաշրջանում վտանգավոր է իսկ ինչ վերաբերում է Իսրայելի կողմից ցեղասպանության չճանաչման հարցին անկախ նրան բարոյական դրդապատճառներին մեզ դա եւ բարոյապես պետք է ձեռնտու լինի եւ նաեւ մեր պատմական իրավունքների վերականգնման մեր պաշտպանության արցախահայության իրավունքների պաշտպանության ինչքան ավելի թույլ կլինի մեզ համար թշնամական բացահայտ ֆաշիստական երկրներում տիրող ռեժիմները, բռնապետական ռեժիմները, որոնք սպառնում են միջև հիմա մեր վերացմանը, այդքանով էլ մեզ ձեռնտու է դա։ Այս դա եւս մի լծակ է մեզ համար պատմական արդարությունը վերականգնելու։ Չէ՞ որ մենք չենք մոռացել, մենք կվերադառնանք Արևմտյան Հայաստան, լինի դա տանկերով թե մեքենաներով, խաղաղ ձևով վերատերանանք մեր պատմամշակութային ժառանգության եւ հողերին, նույնպես անխուսափելի է, որ մենք վերադառնանք ծայր հյուսիս արևելյան Հայաստան, որը հիմա կոչվում է Ադրբեջան, մեր հողերը կուզենան նրանք դա, թե չուզենան, դա անխուսափելի է։ Այդպես որ նրանց նյարդային նոպաները այս կարծում եմ անիմաստ են։ Միևնույն է դա կլինի վաղ թե ուշ մենք էլ կարող ենք սպասել չէ որ նրանք իրենց նենգության իրագործմանը ռևանշիզմին 30 տարի են սպասել երբ որ հարմար պահն է ստեղծվելու չէ հարմար պահն է ստեղծվելու տարածաշրջանում եւ այդ հակամարտության շուրջ եւ օգտվել են այդ պահին ով է ասել որ մենք հայ ժողովուրդը չունի համբերություն եւ լավ հիշողություն որպեսզի կարողանանք աջակցենք պատմական արդարության եւ վերականգնմանը եւ նաեւ հաստատմանը Պարոն Այվազյան, մի քանի հարց եմ պատրաստել, խնդրում եմ շատ կոնկրետ հստակ պատասխանել մեկ նախադասությամբ։ Ինչ կարելի է եզրակացնել պատմության տեսանկյունից։ Սկսվում է Թուրքիայի դեմ պատմական ճնշման նոր փուլ։ Այո, թեժացում ավելի ճիշտ, թեժացում։ Կարելի է ասել, որ հայոց ցեղասպանության թեման վերադարձավ նոր շրջան։ Եվ ձեզ ասեմ, եթե այդ գործը միջև վերջ հասցնեն, կնեսիտում էլ հաստատեն, ավելի լավ կլիներ նաև որ օրենքի ուժով, ոչ թե միայն կառավարության հայտարարություն միանալով, բայց եթե դա լինի, դա միևնույն է մեզ համար շահեկան է, որ այդ հարցը վերստին արծարծվում է միջազգային մամուլում համաշխարհային մակարդակով մեզ համար հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը կենսական անվտանգության տեսանկյունից նշանակություն ունի։ Չէ որ մենք տեսնում ենք դրա վերջնականապես չդատապարտված լինելը կրկնության բերեց 88-ից 91 թվականին եւ նաեւ Արցախի պարագայում։ Չէ որ մի ժողովուրդը եթե անցել է ցեղասպանություն, ինքը երաշխավորված չի, որ նրա հանդեպ նորից կարող են դա կիրառել։ Դրա վկան մենք եղանք։ Մենք եղանք եւ մի քանի անգամ եւ ինչքան մեծ մենք ունենանք երաշխիքներ, ինչքան ավելի
լայն կբացվեն։ Իսրայելը մեզ երաշխիքներ տալու է դրա համար։ Իսրայելը մեզ երաշխիքներ չի տալու, բայց մեզ համար դա լծակ է, որպեսզի վերահաստատենք մեր իրավունքները։ Իսրայելը սխմեց օղակը Թուրքիայի շուրջ։ Մենք մեզ ինչ կարող է երաշխիք տալ։ Ներազգային համերաշխությունը, մեր ազգային եւ ավանդույթների եւ նպատակների հստակ հետապնդումը աշխարհի տարբեր ծերերում եւ նաեւ մեր պետականության անվտանգության, մեր ժողովրդի բարգավաճման, բարեկեցության ստեղծումը դա կարող է մեզ երաշխիք տալ։ Դա միմիայն մեր պետականության գոյությունը։ Տեսեք, Իսրայել հрьяաներին ըստ էության թույլ են տվել պետություն ստեղծել, որպես նրանց գոյությունը աշխարհում երաշխավորվի պետության գոյությամբ։ Եվ նրանք փորձում են, ինչպես ասում են, իրենց գոյության իրավունքը ցանկացած ձևով պաշտպանել եւ թույլ չտալ հոլոկոստի կրկնումը։ Անգամ եթե մենք դրա սովորելու բան ունենք, անգամ եթե նրանք նախահարձակ են լինում, նրանք ասում են իրենց գործողություններով, որ իրենց ժողովրդի հանդեպ այլևս երբեք։ Եվ մենք էլ պետք է դա սերտենք ու տենց անենք, եթե մեր ժողովրդի գոյության սպառնալիք է ինչ որ մեկը ներկայացնում, մեր պետությունը հիմա, մեր պատմական հայրենիքի 7%-ի վրա է ընդամենը գոյատևում եւ այն ցեղասպան պետություններին իդեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ 7%-ն էլ եւ մենք այստեղ հանգիստ չի տալիս։ Գիտեք ինչի, քանզի մենք ողջ ենք, որպես վկա իրենց հանցագործության, նրանք հանգիստ քնել չեն կարողանալու։ Դրա համար անում են ամեն ինչը, որպեսզի պարտակեն իրենց հանցագործությունը կատարելով էլ նոր հանցագործություն, հասնելով միջև տրամաբանական վերջ հայոց ցեղասպանությունը։ Մեր նպատակը, մեր պետության նպատակը եւ պետության նաեւ գոյության իմաստը, որպեսզի դա թույլ չտրվի, որպեսզի ինչ որ բարբարոս նացիստները ոչնչացնեն մի ամբողջ քաղաքակրթությունը։ Եվ հնարավոր է Իսրայելը իր այդ որոշմամբ ջախջախի ու տապալի Թուրքիային։ Հնարավոր է Իսրայելը ոչ թե այս որոշմամբ, այս հարաբերությունների սրմամբ կամ անգամ սրման իմիտացիայով թույլատնի Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածաշրջանային դերը ու կարողությունները, շեղի նրանց ուշադրությունը դեպի այլ հարցեր, դեպի ներքին խնդիրներ, դեպի այսինքն ներսից քայքայի թե Թուրքիան, թե Ադրբեջանը նպաստի դրա կհանգեցանի գնդակահարի ձեր ասելով Ալիևին կարող են եթե ցանկանան, կարող են իրենք Իրանի ղեկավարությունը ձեզ վկա։ Տեսեք թե ինչա։ Մեկ գիշերվա մեջ ողջ ռազմական, հոգևոր, դիվանագիտական ղեկավարներին ոչնչացած չկա։ Всё։ Ինչ լույս եք տեսնում, պարոն Այվազյան, Հայաստանում եւ մենք ինչպիսի օրերի մեջ ենք այսօր։ Եվ ուր ենք գնում։ Ես հույս ունեմ, որ մեր լուսապայծառ ապագան սարերի ետևում չէ։ Մենք այդ ուղղությամբ պետք է ստեղծագոր աշխատանքը շարունակենք, ի բարօրություն մեր հայրենիքին եւ մեր ազգին, նաեւ աշխարհասփյուր, որի համար Հայաստանի գոյությունը փարոս է եւ հպարտություն։ Մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի բոլոր հատվածների, այդ թվում նաեւ առաջին հերթին եւ Արցախահայության, եւ Ադրբեջանահայության, եւ արևմտյան Հայաստանի փախստականների ժառանգների ոտնահարված իրավունքների համար։ Եթե մենք այդ փորձենք պահպանենք ներքաղաքական կայունությունը հնարավորինս, որպեսզի արյունահեղություն չլինի։ Եթե մեզ դա հաջողվի, մենք բոլոր շանսերը ունենք պահպանելով այն ինչ որ ունենք, վերականգնել այն ինչ որ եղել է եւ պետք է մեզ գոյատևելու համար։ Շնորհակալ եմ պարոն Այվազյան, որ ժամանակ հատկացրեցիք եւ այս կարեւորագույն թեմային անդրադարձանք։ Շնորհակալություն ձեզ եւ վերջում նաեւ պետք է շեշտեմ, մենք պետք է հիշենք, որ հաղթանակ մեզ անփարունակ մահ մեր թշնամիներին, նրանք երբեք իրենց նպատակի իրագործման չեն հասնի, քանի մեր ստեղծագործ ժողովուրդը ողջ է, եւ դա հարատև կտևի։ Ինչպես նաեւ այն դեպքում, երբ արդարությունը լիովին մեր կողքն է։ Այո։ Շնորհակալություն պարոն Այվազյան, մեկ անգամ եւս։ Շնորհակալություն հարավի։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս պատմության դոկտոր, ադրբեջանագետ Գրիգորի
Այվազյաններ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։